ֆինանսները ու ընդհանրապես ֆինանսական գործարքների մասին իրենք պետք է դասական դասագրքով սովորենք։ Ինչ է նշանակում պարզ տոկոս, ինչ է նշանակում բարդ տոկոս, ոնց հաշվել ռիսկ, եկամտաբերություն, դրանց կապը, ինչեր անել, դրանք դասագրքեր են։ Կթվա թե գեղարվեստական գրականությունը ինչ կապ ունի ընդհանրապես այս ամեն ինչի հետ։ Բայց ես ձեզ մի գիրք ասեմ, Ռենե Վիկտոր Պիհ Обличитель, ռուսերենով եմ դա կարդացել, հետաքրքիր դետեկտիվ ժանրի միջոցով տնտեսագիտության բոլոր դասական բաները, խորհուրդները ինքն այնտեղ տալիս է։ Թե ոնց է աշխատում կորպորացիան, ընդհանրապես այդ մեծ ընկերությունը ու ոնց են սեփականատերերը կամ ղեկավարները շահագործում, ի վերջո գալիս է դրան, որ դուք բոլորդ աշխատողներ եք, իսկ նրանք բոլորը գիտեն ձեզ ոնց շահագործեն, ավելի էժան ու ստանան շահույթ։ Մա այդ գիրքը գեղարվեստական գիրք է, շատ հետաքրքիր գրված, դե դետեկտիվ մասեր ունի իր մեջ, բայց ամբողջ տնտեսագիտությունը այդ գրքում sense դասական ձևով բացատրում է։ Ես սիրում եմ այսպիսի գրքեր խորհուրդ տալ։